Եկելի ավականու անդամներ սկսում են պարակար համայնքի ավականու 2020 թվականի վերջին դեկտեմբերի 29-ի արտահայտ նիստը։ Մեր նիստի առաջին հարցը օրակարգի հաստատումն է։ Եթե հարցեր չկան, առաջարկում են հաստատել օրակարգը։ Ովքեր են գոհ անկարգը։ Օրակարգի հաջորդ հարցը 2026 թվականի բյուջեի հաստատումն է։ Կներկայացնի Շնարհի Մեկնոնյանին։ թվականի բյուջեի հաստատելու վերաբերյալ ավականու որոշման նախագիծը։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի 33-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի, Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի G կետը, 33-րդ հոդվածի և 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Փարաքար համայնքի ավականին որոշում են։ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2021 թվականի բյուջեն համաձայն 1/6 հավելվածների, համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2026 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելուն, սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման փոփոխություններ կատարելու համար 50%-ի չափանակով, սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2026 թվականի հունվարի 1-ից ստացած հարաբերությունների վրա։ Ամբողջ 1/6 հավելվածները բոլորի մոտ ներկայացված է և ունենք հարցեր, մեր մոտ տեղական վճարները պակասել է մոտ 30 միլիոնով, այսի կապված է մանկապարտեզների երևի բանի հետ մեկ ուրիշ հարց, այս տարի կառավարությունը որոշում է կայացրել, որ ինքնակամները օրինականացումը թույլատրում են նորից։ Ինչ է 44 նախատեսել, մենք շատ ինքնակամ ենք օրինականացում։ Նախնական պլանը Դե հաստատ կարելի է որ դեր չկար, հաստատ կարելի 86 սա, էսի 44, հաստատ կարելի է շատ նախատեսել։ Որովհետև կառավարությունները այդ որոշումը կայացրել է, հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը թույլատրել ինքնականների օրինականացնելու։ Այդ թիվը կարծում կարելի ավելացնել, չէ՞։ Ինքնականների օրինականացումը սենց է, ինքնականների օրինականացումը գործընթացը չի է դադարել, այստեղ ուղղակի նոր հաշվառումների հնարավորություն չի, ինքնականները որոնք որ հաշվառված եղել է, իրանք այս ընթացքում հնարավորություն ունեցել են մինչև 21 թիվը կառուցված շինություններ, որոնք հաշվառվել են մինչև 24 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ալավտունեք հաշվառված չի դրանք։ Տեսեք, որոնք որ այսինքն այն մեծամասնությունը մինչև 24 թվականի դեկտեմբերի 31 արդեն հաշվառված եղել է։ Այս ընթացքում իրան հաշվառվածները ինքը պարզապես մտնում է գույքահարկի բազա, դու իրանից արդեն որպես գույքահարկ կամ ողյակ ներին գանձում ես, բայց ինքը վճարը չի ուզել։ Սա վերաբերվում է նոր շինություններին։ Հիմա ես հաշվառել եմ իմ տան ինքնակամը, հաշվառել եմ։ Այդ իմ գույքը արդեն այս տարի ես ամեն տարի եթե վճարում եի ասենք X գումար, հաստատ այս տարի կվճարեմ X պլյուս որոշակի գումար, որովհետև արդեն հաշվառվել է կադաստրով։ Բայց ես չեմ վճարի ասենք այդ 80,000 դրամը, որը օրինականացնեմ, հաշվառել եմ կադաստրում։ Բայց դուք իրավունք ունեք հիմա վճարել։ Հա, ես հիմա ունեմ, բայց նոր որոշում է լավ, չի կարող։ Նոր որոշումը կապ չունի ձեր ասացի հետ, այդ եմ ասում։ Հասկանում եմ, նոր որոշումը նորերին է վերաբերվում։ Իսկ նորերին վերաբերվելով մենք անցած տարվանից քիչ թիվ ենք դրել։ Ինչի համար ենք այդ ամեն ինչը նախատեսում, որովհետև հաշվի առնելով որ մեծամասնությունը արդեն հաշվառած ունեցել են ու օրինականացրել են, այդ գումարը հիմա կանխատեսումը համեմատաբար քիչ է։ Եթե մենք զգանք որ հենց հատվածում հենց վիճակը Սա այն հներին քիչ է
Սա նորերին առնելու ու նորերը շատ են գալու։ Զերոյից մարդիկ գալու են նորից ինքնական օրինակ։ Բայց դրանք քիչ են մնացել։ Ասեմ, եթե կարող եք մենակ այս ոսկու գործարանը անենք, այս 44 միլիոնը դուրս կգա։ Եթե հիմա ոսկու գործարանը կապված խնդիր չունի, ոսկու գործարան անենք, այդ պլանը տարվա ընթացքում Ես այն հները գալու են ուծել, նրանք չեն կարող։ Նրանք արդեն հաշվարել են, վախտել ու բաներել են։ Սա նորերին է վերաբերվում։ Եթե նորերին է վերաբերվում, անձնավոր չկա, այդ գծի դա ինքը համ նորերն է, համ նորերն է։ հները արդեն կա, արդեն ֆիքսված կա, կառավարությունը արդեն օրինականացել։ Բայց սա նոր որոշում է, չէ՞ որ արդեն հուվարումեկից թույլ են տալի նորից մինչև 21 թվականի։ 21 թվականի կառուցված։ Ակարյան ջան, ինչքան շատ փող կա մերնա, ես բան չունեմ։ Ես համաձայն եմ, կարող շատ Ով համայնքին նա մերը չի։ Մենք էլ համայնքի բնակիչներն ենք, մերն այն։ Թերակատարումը մնալու է մեր վրա։ Բայց եթե մենք այսօր հասկանանք, որ Ես առաջարկեցի սրտի չկա, չէ, տրամաբանությունը ինչի հիման վրա կազմվել, ես հասկանում եմ ձեր մտավախությունը ու իրականում ընդունում եմ, բայց նաև գոյությունի սենց կատարած։ Եթե մենք թերակատարեցինք, դա մեր խնդիրն է, բայց եթե մենք գերակատարեցինք, մենք կարող պլանը ավելացնենք։ Ավելացնելը լավ չի նայում, բայց ավելացնելը միշտ Ժողովուրդ ցավս նույն բանն է։ Ես ուրիշ հարց, մեկ էլ մի հատ հարց, Մելքոնյան ջան, այստեղ հողերի վարձակալության վճարներ 25 թվին նախատեսված չի եղել։ 25 թվականի ուղղակի պլան չեք ունեցել։ Ալան չեմ ունեցել, ուրիշ հարց չունեմ։ Ուսման իհարկե ովքեր են դեն, երբան մեկ հոգի։ Կարելյալ ծաղկալ ես շատ կարևոր պաստատուղթ Համայնքի նորմալ գործունեության համար։ Օրակարգի մյուս հարցը 2020 թվականի զուգադրման հաստատումն է, ներկայացնում Զինելի Համբարձումյանը։ Հարական համայնքի ավարտանին որոշում։ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հարական համայնքի սեփականություն համարվող 2025 թվականի ինքնադրման հաստատները համաձայն Ովքեր են կողմ, դեն, մեկ ձեռնուժարում։ Օրակարգի հաջորդ հարցը կներկայացնի Բիզնես Սիմոնյանը։ սոցիալական ծրագիրը մեկնաբանելով տեղական կառավարման մասին Հայաստանի Հանրապետության բյուջետի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով սոցիալական աջակցության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասով Հարական համայնքի ավականին որոշում է հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հարական համայնքի 2026 թվականի համայնքային սոցիալական ծրագիրը համաձայն համոզված է։ Որոշումն ուժի մեջ ունի 2026 թվականի հունվարի 1-ից սոցիալական ծրագիրը հավելվածի տեսքով
Ողջունում եմ։ Ուսման քվեարկել, ովքեր են գոհ։ Անցավ միանձ։ Օրակարգի 4 հարցերը կներկայացնի Էդգար Մարգարյանը։ վարչական շենքի կառուցում եւ պտղում բնակավայրի վարչական շենքի վերանորոգում չափաբաժիններով։ Հետագա ուսումնասիրության հրապարակելուց հետո հաղթող ճանաչվելուց հետո բոլոր մեկ մասնակից են հաղթել բոլոր չափաբաժինները։ Հետագա ուսումնասիրությունից բարձր դարձել, որ ուսանողների մշակույթի տան վրա գումար ծախսելը մեղմ ասած անիմաստ է։ Այո, չկանդված ադրադակ գումար ծախսելը անիմաստ է, դրա նախագծանախաշվային փաստաթղթերի եւ չափաբաժինը
Դե քամուրի մասին չէ, դի մասին տանիք ունեցող հատվածի մասին։ Մենք համաձայնության եկա, որ դի ավելի լավ դադարեցնենք, հստակ շարունակենք։ Հետագայում քամուրի Նորական դի ապամոնտաժ է, հա։ Այդ պատերը որ մնացել է քամուրը։ Հետագայի համար արդեն նոր շենքի կառուցում քամուրի։ Տեսնականը դրան է, որ նոր է։ Ես մի հարցերի, այս հարցի շուրջ հանրային լսում տեղի բնակության հետ եղել է թե չի եղել։ Մեր հետ եղել է հավաքական։ Դե հավաքականների հետ քննարկումներ, վարչական ղեկավարների հետ են հավաստանում, որ հանրային լսում չի իրականացել։ Եվ մի հարցում Մարգարիտ ջան, մենք ունենք լիազորված կազմակերպության բնութագիր, որ վկայային է չլոր կամ ֆոսիլի կարգի եւ Ճիշտ ասած չէ, չեն ձեռնվել այդպիսի հատուկա, բայց փաստացի ցանկացած աշխող տեսնի հետագայի համար երբ որ որոշենք քանդել նոր կառուցելու անպայման դրանով ձեռնել են։ Ուղղակի ես մահին որ նախագծանախաշնի փաստաթղթերը իմաստի չկա դրանով է։ Պարզապես ճարտարապետական կառույցը։ Պատվարյան խոյակներ կամ լուրջ քանդակներ կա, ես Այսինքն դարձնենք, բայց չի ստացվում։ Կինոյի շենքներ չէ, Գերմանացիներն են ուզում։ Հա, որակով Եթե ուրիշ հարցեր չկա, չխնդրում եմ կգարդել, ովքեր են դեն, մեկ դեն ձեռնով պատճառ։ Համայնքի հավաքական ոչման նախագծը Հայաստանի Հանրապետության Հանրապետության մասի Կարակարանքի 25-30 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Հանրապետության մասի Կարակարանքի 2025 թվականի օգոստոսի 19-ի 78 տարեորոշում ուժը գործած ճանաչելու մասին։ Ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, 35-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետերով, 72-րդ հոդվածով, նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և ընդունելով քաղաքական համայնքների կառավարի առաջարկությունը 2025 թվականի դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած քաղաքական համայնքի զարգացման 2030 թվականների ռազմավարական ծրագրի վերաբերյալ կազմակերպված հանրային բաց քննարկման արձանագրությունը քաղաքական համայնքի հավաքանի որոշումը հաստատել Հայաստանի Հանրապետության Հանրապետության մասի քաղաքական համայնքի 25-30 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը համաձայն հավելված է։ Ուժը գործած ճանաչել Հայաստանի Հանրապետության Հանրապետության մասի քաղաքական համայնքի հավաքանի 25 թվականի օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության Հանրապետության մասի քաղաքական համայնքի 2020-2030 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին 88 տալ որոշումը։ Այս որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Այս հաշվով տարբերությունը ուղղակի ցանկացած համայնքի ղեկավարի փոփոխության արդյունքում պետք է 4 ամսվա ընթացքում այո հաստատել։ Ուրիշ հարցերն են, ուզում եմ քննարկել ովքեր են ով դեն ձեռնով մեկ ձեռնով։ Շնորհակալային վերջին դեպ հարցեր ներկայացնի Ակոբ Չուչյան։ Շնորհակալ անդր ներկայացնում առաջին հարցը Հայաստանի Հանրապետության Հանրապետության մարզի քաղաքական համայնքի քաղաքական ուսանող գյուղերի փոխների համանախորժության մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետով վարչատարածքների բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ ավելվածի 2.3-րդ բաժնի 94-րդ կետով համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի անշարժ գույքը ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրեստեցման և վարման կարգը սահմանելու մասին թիվ 2387 են որոշման 4 կետը Փարաքար համայնքի հավաքանում քաղաքաշինության հողօգտագործման և անշարժ գույքի հարցերի մշտական հանձնաժողովի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 66 որոշումը Փարաքար համայնքի հավաքանի որոշում է։ Հայաստանի Հանրապետության Հանրապետության մարզի Փարաքար համայնքի Փարաքար և Ուսալեր գյուղերում կատարել նոր փողոցների անվանակոչություն համաձայն հավելվածի։ Համայնքի ղեկավարի որոշումից փոխգործարկներ իրականացնել օրենսդրության սահմանված կարգով։ Հարցեր կան։ Հարցեր չկա։
Կան խնդրում եմ քվեարկել, ովքեր են կողմ անցավ միաձայն։ Հաջորդ հարցը Փարաքար գյուղում գտնվող հողամասը Փարաքար համայնքի սեփականությունը ճանաչելու մասին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 29 թիվ 658-ն որոշման երկրորդ հավելվածի 39-րդ կետի պահանջներով ինք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2020 թվականի դեկտեմբերի 18-ին տրված յուքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ քգ 18-10-2022-010 որոշումը Փարաքար համայնքի ավականին Փարաքար հավաքականով քաղաքաշինության օգտագործման ինքնաշարժ դեպքի հարցերի մշտական հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 67 որոշումը Փարաքար համայնքի հավաքանի որոշումը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Իգասպարյան փողոցի թիվ 12/1 հասցեում գտնվող 0.00078 հեկտար մակերեսով հողամասը Փարաքար համայնքի սեփականությունը ճանաչելու մասին։ Հարցեր կան։ Հա։ Խնդրում եմ քվեարկել, ովքեր են կողմ անցավ միաձայն։ Հաջորդ հարցը Փարաքար գյուղում գտնվող հողամասը Փարաքար համայնքի սեփականությունը ճանաչելու մասին։ Ուրեմն նույն հողամասի շարունակությունն է, չընթերցելի օրենքերը, էլի Իգասպարյան փողոցի 12/2 հասցեում 0.00 հեկտար մակերեսով։ Հարցեր կան։ Խնդրում եմ քվեարկել, ովքեր են կողմ անցավ միաձայն։ Հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականությունը անցնող հողամասի սուբյեկտի փոփոխություն կատարելու մասին։ Ղեկավարվելով տեղական նկարահան մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 12 թիվ 276 եւ 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-ն որոշումներով ինք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2020 թվականի դեկտեմբերի 18-ին տրված յուքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ քգ 18-12-2025-052 որոշումը քաղաքացի Մկրտիչ Մարտիրոսի Մանասյանի 2020 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 6340 դիմումը Փարաքար համայնքի ավականու քաղաքաշինության օգտագործման եւ անշարժ գույքի հարցերի մշտական հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 69 որոշումը Փարաքար համայնքի ավականի որոշում է։ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող Մկրտիչ Մարտիրոսի Մանասյանի սեփականության իրավունք պատկանող 04-065-0065-004 կադաստրային ծածկագրով հողամասինքից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-065-052-013-ից կադաստրային ծածկագրով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00066 հեկտար մակերեսով հողամասը սուբյեկտի փոփոխություն կատարելու Մկրտիչ Մարտիրոսի Մանասյանի կողմից պետական գրանցում ստանալու նպատակով։ Հարցը նախատեսվող գործունեության պետականացնելու նախնական համաձայնություն տալու մասին։ Ղեկավարվելով շրջակա միջավայրի վերաբերյալ գնահատման եւ փորձակնության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 11-16 հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1325-ին որոշման հավելվածի 28-րդ կետով Փարաքար համայնքի ավականու քաղաքաշինության օգտագործման եւ անշարժ գույքի հարցերի մշտական հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 70 որոշումով Փարաքար համայնքի ավականի որոշում է։ Տալ նախնական համաձայնություն ներկայացին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի վարչական տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի բազալտի հանքավայրի հյուսիսային տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նախատեսվող գործունեություն իրականացման առաջարկել Փարաքար համայնքի ղեկավարին սուր որոշումը հանրային լսման արձանագրությունը լուսանկարները կամ տեսաձայնագրությունը արկայության դեպքում նաև շահագրգիռ հանրության կարծիքները, դիտողությունները եւ առաջարկությունները ունեդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին եւ նախաձեռնողին։ Հարցեր ունեն։ Պարոն Արքանյան, անկախ ամեն ինչից նորմալ է, որ մարդիկ ուզում են գործունեություն ծառայել, ես խնդրում եմ պարզապես շատ խիստ վերահսկողություն լինի փոշու, կեղտի, բնապահպանական խնդիրների շատ խիստ վերահսկողություն։ Ավականու կողմից
համանքի ղեկավարության կողմից, որովհետև այդ փոշին մեր երեխեքն են շնչում, մենք ենք շնչում, դա բերում է ինչ-որ մարդիկ կա, հասկանում ենք աշխատատեղերը, գումարը եւ այլն, բայց մարդու կարևոր բան չկա։ Ես խնդրում եմ շատ խիստ վերահսկողություն լինի նշված կազմակերպության եւ ընդհանրապես բոլոր այն կազմակերպությունների գործունեության նկատմամբ առավել ևս բնապահպանական, որոնք զբաղվում են հանքարդյունաբերություն։ Ուրիշ հարցեր չկան, խնդրում եմ իհարկե, ովքեր են գոհ, դեմ, մեկ ձեռնպահ։ Հաջորդ հարցը Մուսալերդի գտնվող համասը քաղաքական համայնքի սեփականություն ճանաչելու մասին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 26-ին որոշման երկրորդ հավելվածի 33-րդ կետի պարարտելով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2021 թվականի դեկտեմբերի 18-ին տրված յուքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարակը կասեցնելու մասին թիվ գիծ 24-12-25-04-02 որոշումը Քաղաքական համայնքի ավականու քաղաքաշինության օգտագործման եւ անշարժույթի հարցերի մշտական հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 71 որոշումը Քաղաքական համայնքի ավականու որոշումը։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Քաղաքական համայնքի Մուսալեր գյուղի անիտ հավամաս թիվ 1/4 հասցեն գտնվող 0.006 հեկտար մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության համամասը համարել Քաղաքական համայնքի սեփականությունը։ Այսի 60 քառակուսի չէ։ Հա, 60 քառակուսի բավարար աստուծմենքի տեսակ։ Ուրիշ հարցեր, ընդունում եմ իհարկե ովքեր են գոհ, անցավ միաձայն։ Շնորհակալություն։ Քանի որ այսօր մեր բարեվերջյան վերջին նիստն ցանկանում եմ որպես հանդիպ նոր տարիներ ստորություն շնորհավորի խաղաղության հաջողության տարիներ բոլորիս ընտանիքին։ Կանեմ ցանկացել մեր հացակը հավաքանությունների փոխանցեք բոլոր շնորհավորում եմ։ Անփորձան լինենք։